երրորդ համարի վերջը ասած էինք, առաջին գլուխ 2 Դիմոթեոս, երրորդ համար, առաքյալ ասում է, աղոթներում գիշեր ու զոր անդադար հիշում եմ քեզ։ Հիմա երբ ասում է անդադար հիշում եմ, անդադար սա չի նշանակում, որ այսինքն առանց գանգնելու, այսինքն շարունակականությունը կա, որ ինք միշտ անում է, միշտ աղոթում է, եւ սա պետք է նկատի ունենանք։ Եվ հետո ասում է, ցանկանում եմ քեզ տեսնել, ցանկանում եմ քեզ տեսնել, հիշելով քո արտասուքները, որովհետեւ ուրախությամբ լցվեմ։ Ուրեմն, ինչու ցանկանում է նրան տեսնել, թիմեք հիշում է նրա արտասուքները, եւ թիվ 2, որովհետեւ ուրախությամբ լցվեմ, ուրախությամբ լցվեմ։ Հիմա երբ ինքը 4-րդ համարի սկիզբը ասում է, ցանկանում եմ, հիմա բնակրում հունարենում ներկա եղանակի մեջ է։ Հիմա ներկա եղանակը որ ասում ենք, այսինքն ներկա եղանակը շարունակական բնութագիր ցուցաբերում է։ Սա կարևոր է նկատի ունենալ։ Մենք հայերենով այդպես չունենք։ Մենք եւ որ խոսում ենք, օրինակ շարունակական եղանակ ներկա ասում ենք, բայց հունարենը այդպես չէ։ Եվ որ հունարենը ներկա եղանակ ցուցաբերում է, ներկա եղանակը այդ ասպեկտը ունի, որ շարունակական բնութագիր ունի։ Այսինքն մի խոսքով Պողոս առաքյալ ուզում է այստեղ ասել, որ ես շարունակաբար ցանկանում եմ քեզ տեսնել։ Այդ խորհուրդը տալիս է։ Եվ կարևոր է որ այդպիսի եղանակներու, օրինակ բայերի նկատմամբ նկատի ունենանք, ինչու այդ նրբանկատությունները մեզ կօգնեն, օգնում են, որ ավելի արժեքավորենք այս պարակային զոր օրինակ, ինչ որ Պողոս առաքյալ ասում է, որ իմա ցանկությունը ոնց որ մի վարգյանի ցանկություն չէ, հավացանկությունն է, որ շարունակական փափակ կա նրա հետևը։ Եվ ասում է հիշելով քո արտասուքները, իհարկե, երբ ասում ենք հիշելով քո արտասուքները, պետք է մտածենք, այդ արտասուքները երբ էին, երբ ինք տեսավ, որ Դիմոթեոսը արտասուքներով էր։ Որ բաժանման բային, երբ եք տեքստը չի ասում, հիմա 20-րդ գլխի մեջ Գործք առաքելոցում, դագավին ինք նորեգ է, կարող է 18-20 այդպիսի տարիքներու մեջ է, ինք երեցներով, Պողոս առաքյալ, 20 Գործք առաքելոց, երեցներով հավաքված է, Դիմոթեոսի մասին չի ասում մի բան, եւ որ բաժնվեցա, մենք գիտենք, որ ինքը դագավին շարունակեց Պողոսի հետ ծառայել։ Ուրեմն, այդ արտասուքները ուրիշ ադեն պատահած են, կարող է, որ վերջին անգամ, երբ Պողոս իրեն դեմ արդեմ տեսավ, այն ադեն պատահեց, բայց հաստատ, որ մի դեղատվություն չունենք տեքստից, Սուրբ գրքի տեքստից, ոչ թե մենք 2 Դիմոթեոսից, հապա Սուրբ գրքի տեքստից այլուր, որ կարողանանք ասել, որ ինք հիշում է իր արտասուքները այսինչ դեպքում, այսինչ իրադարձության ադեն, այդպես չկա, չգիտենք, բայց կարևոր ինչ է, որ հիշում է, հետո որպես ուրախությամբ լսվեմ, ինչու ցանկանում է նրան տեսնել, թե որտեղ գիտե որ այո, թե գիտե որ Դիմոթեոսն ալ ինքը ցավում է, որ վերջին անգամ այդպես եղավ, բաժնվեցան եւ նրանից հետ չկարողացան դենալ եւ Պողոս առաքյալի մտքի մեջ իր վերջին հիշողությունը Դիմոթեոսի վրա, որ ինք լացում էր։ Իսկ այդ հերոսությունը երբ Դիմոթեոսը արձակված է։ Հա։ Շուտովներ այդպես։ Մա ինք ասեցիք։ Ինք ասեցիք։ Ինքը ով է։ Եբրայեցի թղթի մեջը, չէ։ Հիմա սա ուրիշ հարց է, որով Եբրայեցի թղթի Ուզում ասեմ Դիմոթեոսը Պողոսի հետ բանտակից եղել է մի անգամ։ տեքստի մեջ չենք տեսնում սա։ Հա։ Բայց եւ որ ինք ասում է, հիմա Եբրայեցի թղթի հեղինակը որ մի ցևով հաստատ չէ, որ Պողոս առաքյալն է։ Միանաց չափ ասենք, սրանից առաջ խոսած ենք։ Հա։ Հա։ Ուզում եմ իմանամ Դիմոթեոսը իր հետ բանտակից եղել է, ինչ որ մի բան։ Ինչ որ Սուրբ գրքում չենք տեսնում, եթե նույնիսկ եղած է, Սուրբ գրքում չենք տեսնում սա։ Հա։ Բայց գիտենք, որ Եբրայեցից եւ Եբրայեցից թուղթը ավելի գրված էր Երուսաղեմի անկումից առաջ, քանի մդարիներ առաջ։ Ուրեմն ասել է, որ Դիմոթեոսն ինքը իր ավատքի համար հալածված է այդ առումով։ Որբեսի ուրախությամբ լցվեմ եւ հետո ասում է 5-րդ համարում մտաբերում եմ այն անգյաց հավատը, որ քո մեջ է։
մտաբերում եմ անանգեց հավատը, որ քո մեջ է։ Անգեց հավատ։ Եվ այդ հավատքը միայն անգերս չէ, որը սկզբում գար։ Նրա համար դեղատրած ենք միասին։ Թե այդ հավատը անգեց է, թե այդ հավատը սկզբում գար։ Որ այդ սկզբում ասում է, ինչի հետ կապ ունի։ Նայեցեք, ոչ թե միայն քո մեջ է, այլ նաև մեջ է իր մորը Լիդիայի եւ Եվնիգեի ներողություն, Լոիդիայի իր դադի եւ Եվնիգեի իր մորը։ Թե իր մեջ է եւ իհարկե նրանց հավատն էլ հայտնի է որ անգերց է։ So ինչ կարևոր է այստեղը նկատի ունենալը որ մորը դերը դադի դերը այսինքն զունողական դերը մեր հավատքի առումով եւ Բոս Արաքյալ ասում է մտաբերում եմ այն անգերց հավատը որ քո մեջ է եւ ոչ թե միայն անգերց է այդ հավատը հաբա սկզբում գար եւ այդ սկզբում իհարկե սա ինչի վերակրում է այն ադենվանից որ Բոս Արաքյալը իրեն ծանոթ է տեսավ հիմա էլի ասենք կամ 14-րդ գլխի մեջ կորցկարակելոցում երբ հավանական է այնադեն աբաշխարեց ինչու 16-ի սկիզբը արդեն իսկ ինք աշակերտ է երբ Բոս Արաքյալը եւ Բարնաբաս հետ վերադառնում են աշակերտ է Բոս Արաքյալը վերադառնում է աշակերտ է եւ այնադեն ինք ուզում է որ Մարգոսի դեղը արդեն Բարնաբասը բաժնված էր հետը Բոս Արաքյալը ուզում է որ իրեն հետ առնի սա նկատի ունենանք որ մի քիչ հետ գալիս ենք թեմայի վրայով որ գաբ ունի Դիմոթեոսի ծառայության հետ եւ ինչ լավ բան է երբ մենք հիշենք մեր եղբայրների վրայով որ իրենց հավատը անգերց է ասելով եւ այդ հավատը սկզբում գար իհարկե այդ սկիզբը որոշ ադեն մկար ուր ինք դեսավ նրա կյանքում եւ ինք դեսավ ինչ տեսակի հավատ է եւ թե այդ հավատը քո մեջ է եւ նրա համար դագդագի դեղատրած ենք թե քո լոիդա դադի մեջ է եւ քո եւ նիգե մոր մեջ է եւ ասում է որ հետո համոզված եմ որ ան նաեւ գեզանում է ինչ որ դեսա ասում է այդ հավատը դե ծնողքիդ մեջ է այսինքն մորի եւ դադի մեջ է եւ արավ դադիի մեջ եւ արավել իհարկե ինքը գրգնում է ասում է համոզված եմ որ ան նաեւ գեզանում է ասի մի խոսքով Բողոս Արաքյալը ինք կարող է ասել որ ճշմարիտ փրկարար հավատ կա քո մեջ անգերց հավատ կա քո մեջ հիմա այս բաները ասելով ինք պատրաստում է Դիմոթեոսի այն հորդորանքներին որ գալիս է հիմա այս բոլորը ինքը անում է նայեցեք եղբայրներ ջան մենք սկսեցինք այստեղից երախտաբար դեմ Աստծուն աղոթում եմ քեզ համար ցանկանում եմ քեզ տեսնել մտաբերում եմ քո հավատքի մասին քանի բաներ ասում նրա վրայով այդ պատճառով քեզ հիշեցնում եմ որովհետև ունես անգերց հավատք որ քո մեջն է այդ պատճառով քեզ հիշեցնում եմ որ վերագենտանացնես Աստծո շնորհը որ քո մեջ է ծերնատրության միջոցով հետո ասում է որ Աստված մեզ երկչոդության օքի չդվեց ազորության սիրո եւ ողջամտության հիմա 6-րդ համարի վրա նայենք եւ այստեղ հարց կա ինչսել է այդ պատճառով այսինքն այդ պատճառով որ ես գիտեմ համոզված եմ որ քո մեջ անգերց հավատ կա սկզբից որ քեզ ճանաչել եմ Okay, ինչ ասել է այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերագենտանացնես 6-րդ համարի մեջ, որ վերագենտանացնես Աստծո շնորհը, որ քո մեջ է ծերնատրության միջոցով։ Այսինքն այդ վերագենտանացնես բայը ինք ուրեմն Սուրբ Գրքի մեջը ստուգելու համար էլի մի անգամ հիշված է Հիմա ինչպես ասեցինք 2 Դիմոթեոսում լիքը բայեր կան որ Արաքյալը այն ադեն գրում է եւ մի անգամ գրում է ինչու որովհետեւ սրանք բոլորը գաբ ունին այդ հոգեվոր ծառայի հետ ընդհանրական նամակ չէ եկեղեցվո գրված նամակ չէ հովվական ծառայության հետ տերմինաբանություն են ասում է որ վերագենտանացնես հիմա ավելի ճշգրիտ ասելով այսինքն գրագը բոցավարես Բարացիորեն, բոցավարես այդ գրագը, որ ընդեղ կա քո մեջ։ Հիմա սա ինչ նշանակում է։ Եվ որ ինքը ասում է, որ գրագը բոցավարես,
ուրեմն Պողոս Արաքյալ ինքը նկատի ունի, որ այդ կրակը քիչով կամ շատով մի քիչ թե գա մեջը եւ մի քիչ նվազել է ըստ իր հասկացողության։ Մահայրնով վերագենտանացնես ասում, վերագենտանացնես սելով գրագը մերած է։ Ես անա կհասկանամ։ Չէ, ասի բոցավարես, ասի ոնց որ չտոնես, հա, գրագը էլի թող վարած մնա, ավելի ետ բոցավարի։ So ազո շնորը որ քո մեջ է, չի ասում որ հասկանում եմ քո մեջ, հա։ Մերած չէ, այո, ավելի օգտագործիր, ավելի ետ ջանասեր եղիր նրա արումով, որբեսի քո շնորը որ դիրոջից ստացած ես, որով ասում է ազո շնորը, դերը սեպագանը, որ նա որ տվել է նրան ազոն է, ազո պատկանում է, ազո շնորը, ումի շնորը, ազո շնորը։ Հիմա սա, իհարկե այստեղ հարց կա, հիմա ինչ ասել, երկու հարց կա, ինչ ասել է, էլի, այդ շնորը վերագենտանացնես, ավելի բարացիորեն, ոնց որ բոցավարես, թիվ 1 եւ թիվ 2 ազո շնորը, որ ասում է, ինչի մասին խոսում է, որ քո մեջ է ասում է ծերնատրության միջոցով։ Պետք է երկու մեկնաբանական հարց կա այստեղ, պետք է նրանց վրա մտորենք։ Հիմա այստեղ պետք է առաջին հարցը տանք ազո շնորհ, առաջ որ խոսանք այդ բոցավարելու, վերագենտանացնելու, նորից ակտիվացնելու ավելիով, ինչ որ այդտեղն է, մեջն է ասում, քո մեջն է։ Ինչս էլ ազո շնորհ, բրգության շնորհի մասին խոսում է, ոչ, ինքը բրգության արդեն եւ եզակի է, հոգնագի չէ։ Հոգևոր բարգևներու մասին չի խոսում, եզակի է, եղբայրը ասեց արդեն, Խիթար եղբայրը ասեց, ինչու, որտեղ այդ ծերնատրության միջոցով այդ արդայությունը օգնում է, որ մենք հասկանանք ինչ տեսակի շնորհի մասին խոսում է։ Ինչ տեսակի։ Հիմա, եթե հիշում եք եղբայրներ ջան, մի քիչ ինչու այդ մյուս փոխկապակցված հղումները պետք է նայենք, անդրադառնանք 1 Դիմոթեոս 4:14-ում Արաքյալը ասում է ամփույթ մի եղիր։ Էլի նույնանման արդայություն քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ դրվեց մարգարեությամբ երեսների ծերնատմամբ։ Նայեցեք, երկու բաներ կան հավելյալ այստեղ, որ պետք է նկատի ունենանք։ Այդ շնորհը, որ քեզ դրվեց մարգարեությամբ եւ երեսների ծերնատմամբ, հետո նույն գրքի մեջ առաջին գլուխ 1:18-ում Արաքյալ ասում է որճագիմ Դիմոթեոս այս բադվերը ավանդում եմ քեզ համացան սկզբից քեզ համար եղած մարգարեությունների որբեսի դրանցով մղես բարի պատերազմը ասի մի խոսքով այդ մարգարեությունները որ խոսանք ինչ է այդ մարգարեությունները այդ մարգարեությունները որ եղած են նրա վրայով սրանք օգուտ են քեզ համար որ դու կաչալերված խրախուսված այդ պատերազմը, բարի պատերազմը նրանցով մղես։ Ինչու որովհետև դեսում ենք, որ թե 1 Դիմոթեոսից եւ նամանավանդ 2 Դիմոթեոսից Դիմոթեոսը երիտասարդ հովիվ լինելով հագարագործներ կային եկեղեցու մեջ եւ եկեղեցից դուրս հալածանք կար նրա դեմ։ Թե ներքին խոչընդոտներ կային մարդկանց ոմանց միջոցով եւ թե դրսից հալածանքներ կան եւ երկրորդ Դիմոթեոսի մեջ ալ նույնը կա հիմա երկրորդ Դիմոթեոսի մեջ էլի առավել այդ մարդահրավեր ունի Դիմոթեոսը որ ինքը այլևս այս նամակը գարտալուց հետքը հասկանում է որ ինք մոդադնից մինակ պիտի մնա մինակ կմնա Պողոս Արաքյալը ինքը արդեն հետը չլինում այլևս մի խոսքով եթե նրա թիվ 1 աճագիծը գար ծառայության մեջ այլևս հոն պիտի չգտնվի նրա համար Եվ կարևոր է եղբայրներ ջան, մենք ունենանք մեր գողքը եղող անգերց, ինչպես Դիմոթեոսի վրա ինք ասեց, անգերց հավատքդ, անգերց եղբայրներ, որ նրանք միայն հոն են քեզ համար, որովհետև դու դիրոջ զավակ ես, դիրոջ կորձավոր ես։
ոչ ոյ մի ցանկացած շահի։ Նպատակը սա է։ Եվ Պողոս առաքյալը այդպես էր Դիմոթեոսի հանդեպ, եւ Դիմոթեոսը այդպես էր նրա հանդեպ։ Հիմա ետ վերադառնալով, ուրեմն մարգարեություններ կային հոս 14-ում, 1 Դիմոթեոս 4:14-ում ասում է, անոք մի եղիր, քո եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ դրվեց մարգարեությամբ, սրանց ներողություն, երեսների ցերնատմամբ։ Հիմա ինչի մասին խոսում է սա։ Հարց հետևյալն է, երբ պատահած է այս բոլորը։ Կարևոր է, որովհետև բիդի չխոսանք միայն սրա մասին եւ անցնենք, հետո իհարկե էլի 2 Դիմոթեոսից 1:6-ից կարդում ենք, այդ պատճառով քեզ հիշեցնում եմ, որ վերագենթանացնես, ինչպես առադյան տարկմանությունը ասում է, արձարձես, ազոան շնորը, արձարձես, որ քո մեջ է, հոն է, Ձեռնադրության միջոցով եւ ելի մյուս տեղ ավելացնում է 2 տեղ 1 Դիմոթեոսում մարգարեությամբ։ Okay։ Հիմա սա ինչի մասին խոսում է։ Միտես համաձայն ենք, որ եթե որ գնանք մեր Սուրբ Գրքի տեքստին, այս սխեմային այստեղը, ասում ասա այդ ազո շնորը, որ քո մեջ է Ձեռնադրության միջոցով 1 Դիմոթեոս 4:14-ում ասում է այդ շնորը երեսների ձեռնադրությամբ եկավ մարգարեությամբ։ Եվ հետո մարգարեության մասին հիշում է այդ շնորհի վրա 1 Դիմոթեոս 1:18-ում։ Հիմա եթե սա բադահեց իր աբաշխարության ադենը, դարձի ադենը, այդ առաջին ադենը, որ Պողոս առաքյալ եւ որ ավետարանեց եւ ինք այն ադեն աբաշխարած էր, այն ադեն դարիքը շատ փոքր գլիներ։ Չեմ ասում, որ հնարավոր չի այդպես։ Ինչու որովհետեւ հնարավոր է, որ Աստուծո Սուրբ Օգու միջոցով Պողոս առաքյալը այդ հայտնությամբ առաքյալ լինելով ինքը կարողանում էր ասել, որ դու հիմա որ աբաշխարում ես, միևնույն ատեն այդ շնորհնալ դրվում է քեզ եւ ցերկը ինքը վրա դնում է, բայց ոչ թե միայն ինքը, մուս երեսներն ական։ Բացի եթե այդ երկու հատվածները երկու տարբեր ժամանակամիջոցների համար է, որ չեմ կարծում այդպես է, բայց կարող է Պողոս առաքյալ ուրիշ ադեն ինքը զադից ցերկը դրած է։ Երեսները մի կողմից, ինքը ուրիշ կողմից։ Հիմա իմ հասկացությունս հետևյալն է, եղբայրներ ջան, եւ իհարկե եթե հարց կա կամ կապար կա գարակ ներկայացնել, բավական ուսումնասիրեցի մասնավոր, այսինքն պատասխանը չգտա, որ գարակ հոացնել, ասենք իմիկս գարձածի համացան հետևյալն է, երբ Պողոս առաքյալ ոչ թե իր աբաշխարության ադենը Դիմոթեոս, հապա երբ Գործք առաքելոց 16-ի մեջ, այստեղ 16-ի մեջ, ինքը իր երկրորդ միսիոնարական ճամփորդյան ընթացքում Դիմոթեոս անով մի աշակերտ կար, հրյա հավատացյալ գնոջ եւ հույն հորորդի, որը վկայված էր Լյուստրայի եւ Իգոնիացի եղբայրներից։ Ղուկասը, այո։ Հա, ուրեմն այդ վկայությունը կարևոր է հոգևոր ծառայության համար։ Պողոսը գամենում էր նրան իր հետ տանել եւ վերցրեց նրան տլպատեց Իվան եւ տարավ։ Սա է խորհուրդը։ Ուրեմն այստեղից գարանք հավանական է, որ այն ատեն եղավ ոչ թե իր փրկության ատենը, հնարավոր է փրկության ատենը լիներ, բայց եթե փրկության ատեն այդ մարգարեությունները լինեին եւ ուրգից գիտենք, աստե երեսներու մասին չի խոսում, բայց եւ որ գնանք Գործք առաքելոց 14-ի մեջ, ուրեմն հիմա վար ներքև իշնենք, երբ Լյուստրա վերադարձավ Պողոս առաքյալը, նայեցեք ինչ ասում է։ Որտեղ իր մաման էր ապրում։ Հա, բայց այստեղ ասում է, մենք բազում նեղությունների մեջով անցնում ենք 22 համար, նրանց յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին։ Լյուստրա, Տերբե, այնտեղ, ուրեմն երեսներ արդեն գոյություն ունեն, ուր որ Դիմոթեոս կար Լյուստրայում։ 16 ետ գնանք, կամ այն ատեն բադահեց 14-ի մեջ իր աբաշխարության ոլորտում, կամ ես այսպես կարծում եմ, 100%-ով չեմ կարող ասել, որովհետև հնարավոր այն ատենալ եղավ, ինչու Պողոս առաքյալ Սուրբ Օգու ներշնչման դակ եւ իր առաքելական դիրոջից տրված իշխանության համաձայն ինք կարող է այդ մարգարեությունը անել եւ ասել դու որ հիմա օրինակ աբաշխարում ես
դու ալ այս բարգև ունես, շնոր ունես հոգևոր ծառայության առաջնորդության եւ նրա մասին է ցերնատրության մասին, որ մեր տեքստը խոսում է սրա վրայով է։ Եթե սա չլիներ, պիտի ասեինք ցերնատրության միջոցով չլինի, պիտի ասեինք ազոշնորը որն է այստեղը։ Ապաշխարության մասին է, կամ Սուրբ Օգու բարգևը, կամ Սուրբ Օգի մի բարգևներից մեկը, չէ, ծառայության նկատմամբ։ Որ այդ ցերնատրությունը կարծում եմ, որ եղավ, երբ ինք այդ հանձնարարականը տրվեց Բողոսի միջոցով Կորսկ 16-ում, որովհետեւ միասին գնա միսիոնարական ճանապարհորդության եւ այնտեղից արդեն ինքը այդ ցերնատրությամբ երեցներին առավել Բողոսն նրանց մեջ լինելով իրեն մարգարեությամբ այդ հանձնարարականը տրվեց։ Ես այդպեսի սցենարը բոլոր այդպեսի դասավորում եմ այդ հատվածների առումով։ Էլի եղբայրներ ջան, ինչպես ասի, դարբեր, այսինքն լավ մեկնաբաններուն այցա, նրանք որոշ բաներ ասում են, մի քիչ դարբեր բաներ ասում են, բայց համատրության համացան ազող խոսքին ինձ այդպեսի թվում է։ Հիմա ական, բայց մեկ բան հստակ է, երբ եղավն է, որ մենք արձարծում ենք, երբ պատահեց, բայց մեկ բան հստակ է, որ ինք ունի այդ ցերնատրությունը, ինք ունի այդ ծառայության գոչը, եւ իր ծառայության գոչի իհարկե ներառում է ոչ թե միայն միսիոնարական ծառայությունը, հովական ծառայությունն ալ։ Հիմա ադա ուրիշ հարց է մեկնաբանական, նրա էլ գալիս ենք, ինչու որ մեկնաբաններ կան ասում են, որ սա չի նշանակում, որ ինք ավետարանիչի բարգևը ուներ, ինչ որ Եփեսացիների 4-ում գխոսա, հաբա ինչպես ամեն հովիվ, ինչպես ամեն ավադացյալ, ման ամեն հովիվ ավետարանիչի կորձը պետք է անեն, հույս եթե բարգևը չունենա։ Բաշտոնը, կորձը, շո։ Այնտեղ կանք խոսանք 4-րդ գլխի մեջ, այո, լավ հարց է։ Ուրեմն, ցերնատրության միջոցով, որովհետև ասում է, նայեցեք, ինչու պետք է արձարծե։ Այսինքն այդ փոցը որ գա, այդ կրակը որ գա, ինչու պետք է վերագենտանացնե։ Թող չդա որ այդպես մնա եւ նայեցեք, ոչ թե մեռնի, հաբա երթալով ավելի եւ ավելի ոսը քիչ լինի։ Հիմա իբր հովիվներ, եղբայրներ ջան, կարևոր է որ այսպիսի խրախուսող եղբայրներ ունենանք, որոնք նրանք իրենք կարող են մեր վրա աչք պահել, որ մեզ քաչալերել, երբ մեր մոմենտներում մենք կարող ենք տկարանալ, թույլնալ, իրար պետք ունենք։ Ամեն մեկերնից կոնե մեկ եղբայրը, մեկ հավատարիմ հովիվը, կամ երեսը, սարգավակը, կամ ուրիշ եղբայրը հավատացյալ, որ կարանք իրարու հետ խոսալ, աղոթքի նյութ խնդրել իրար մե, եւ իհարկե այդ քախնիկը բահենք իրար մեջ, որ դիրոջ արչեւ տանելով կարողանանք իրար օգտակար լինել, որբեսի պամպասանք չլինի։ Հետո որովհետև ասում է Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց։ Ինչու այդպես ասում է երկչոդության հոգի չդվեց։ Նայեցեք, հոգի բառը աստեղը ոմանք մտորում են, միտը Սուրբ Օգու մասին խոսում են, բազս հայերենով որ հոգի ասում է, սա չի նշանակում, որ Սուրբ Օգու մասին չի կարող խոսալ։ Հունարենում գխակիր չկա։ Ինչպես եբրայերենում գխակիր այնատեն, Սուրբ գրքում այնատեն։ Ամեն ինչ փոքր դարով գրված է, գամ հոգին նշանակում է Սուրբ Օգին, գամ հոգին նշանակում է, այսինքն ոնց որ այդպեսի կարողությունը իհարկե դիրոջից տրված, հիմա կարծում եմ, որ ինչպես մեկնաբանությունների մեծամասնությունը կարծում են, որ սա Սուրբ Օգու մասին չի վերակրում, հապա այսինքն այն հոգին, այն կարողությունը, որ իհարկե ումից գալիս է, Սուրբ Օգուց գալիս է։ Ուրիշ ճարը չկա։ Չես կարող ասել, որ սա քո մարդկային հոգին է։ Մարդկային հոգին քեզ դեմը չի ասցնում։ Եվ էլի ուզես կամ չուզես, նույնիսկ մեկնաբանությամբ ասես, հա, սա այդ հոգին է, այն կարողությունն է, որ Աստված ինք տված է, էլի Աստուծո եկած է, Սուրբ Օգուց եկած է։ Եվ նայեցեք ինչու ասում է, եղբայրներ ջան, ցեզ հարցնեմ։ Ինչու ասում է, որովհետև Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց, այլ զորության, սիրո, նայեցեք, երեքը միասին են, եւ ողջամտության։ Ինչու այսպես ասում է։ Ռուսերենում ասում է բանի, ստկության հոգի չտվեց։ Ինչպես։ Որ մեկը ստրգության։ Երկչոդությանը։ Երկչոդության բառը դրած է ստկության։ Հիմա մի րոպե։ Վախի։ Դելիաս։
Դելիա ստելիա բարից է անունից է դելիա բառը այսինքն վախ երկկոդություն Քանի որ հալածանք կար, վախ կար երևի։ հիմա ադի մեկ բայց ինչու այդպես ասում է հա միան հալածանք չէ եղբայրս հալածանքի Ռոբեստի ռուսերեն։ Ռոբեստ։ Ռոտես, Չէ, քրոտես չէ, ռայովա։ Ռոբես это վախկոտ է, վախ։ հիմա Միտեղ գացա ռապսը, միտեղ ռոբեստ։ Ինչի աստես 7 որովհետև Աստվածը տվել է մեզ, ոնց որ ապացույցն նա ինչու գաբի ինչա 6-րդ ամառի եւ 7-րդ ամառի միջև նայեցեք Աստծո շնորհը վերագենտանացնես քո մեջ որ դրվեցավ քեզ ծերնատրության միջոցով որովհետև Աստված մեզ եկչոդության օքի չդվեց հաբա ի՞նչ տեսակի օքի դվեց զորության սիրո եւ ողջամտության այսինքն ողջամտության ասելով այսինքն ոնց որ ինքնագարավարման միտքդ կառավարես դիսցիպլինան ես զգացության այո նա է խորհուրդը հիմա դիմոթեոս որովհետև ինչպես ասեցիք հալածանք կար եւ հալածանքը վախ կարա բերել ներքին բայկարներ կար ոչ թե միայն հավատացյալների գարիքները ինքնադարիքով փոքր էր 30-ոսներու մեջ եւ առավել սուտ վարդապետներ կային որ նրանց այդ բայկարի մեջ էր եւ բնույթով հնարավոր է որ ինք Բողոս Արաքյալ չէր թի մեկ ոչ մեկ անց Բողոս Արաքյալ էր այնատեն Բողոս Արաքյալ ոնց որ արույցի նման էր անվախ գլուխը գդրեմ պատրաստ էր Քրիստոսի համար բայց Դիմոթեոս Դիրոջ խոսքով Արաքյալը ասում է որ նա է Դիմոթեոս ջան իմ սիրելի որդիս հավատով Աստված մեզ ասում է չի ասում քեզ միան մեզ երկչոդության հոգի չդվեց զորության սիրո եւ ողջամտության այսինքն մի խոսքով այն հոգին որ ունես որ դու արդեն իսկ ստացել ես քո ծառայության գոչնալ ունես Սուրբ ոգին մեջ դե Սուրբ ոգու բարգևները ունես Աստծո շնորհը ունես ծառայության մարգարեությամբ ցերկերս վրա տնելով երեսներնա ցերկերին վրա տնելով ուրեմն նկատի ունեցիր մի վախեցիր եւ սա նրա հորդորն է Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց զորության ինչու սիրո ասում է հիմա ողջամտությանն հասկանում ենք եւ որ ողջամտության հասկանում է այսինքն եւ որ ասում է որ ինք պետք է իր մտքի մեջ գարավարված լինի ողջամիտ լինի հաբա սերը ինչ կարան անել ինչ կապ ունի սերը վախկոդության հետ չէ սերը ինչ կապ ունի վախկոդության հետ ինչ կարան ասել սիրո մեջ վախ չի գա ինչու եթե դերը սիրում ենք Աստված ամենակարող անձն է այդ կապակցությամբ մենք չվախենանք եղբայրներ ջան մենք չենք ասում որ վախ կա որ հասկանում ենք որ այո լուրջ խնդրի մի առջև ենք ներոն գայսրը այդ չար գայսրը ահրելի գերբով չար գայսրը գարա մեզ սպանել մեր հավատքի համար բայց եւ որ մենք գիտենք որ Աստծո վախ ունենք եւ երբ որ մեկը ասում է վախենում է Աստծո որդիը դեր իմ հովիվս է ես բանի մգարողություն չեմ ունենում այսինքն եթե դեր իմ գողքս է այո սերը հաղթում է այդ մարդկային վախից ինչու որ Աստծո վախը մեր մեջն է Աստծո վախը մեր մեջն է Աստված մեզ երկչոդության հոգի չդվեց այս զորության սիրո եւ ողջամտության եւ հետո 8-րդ համարը որ նայում ենք ուրեմն մեր դիրոջ վգայելը ամոթ մի համարիր ոչ էլ ինձ որ նրա համար եմ շղթայված այլ Աստծո զորությամբ չարչարագից եղիր ավետարանի համար հիմա այստեղ հա ինչպես հա նրա համար վախ տեսել է նրա մեջ նրա համար ասում է ուրեմն հիմա
Ուրեմն, հիմա ասում է նա է, իմ գոմիցս, քեզ ուզում եմ խրախուսել իմ բարականերու միջով։ Ինչպես կարամ քեզ կաչալերել, Դիմոթեոս։ Ասեցի քեզ ասում է, որ Տերը մեզ տվեց ոչ թե երկչոդության հոգի, այլ ինչպես որ տեսանք մի քիչ առաջ, սիրո, ողջամտության, զգաստության եւ զորության հոգի։ Ինչու Սուրբ Գիրքը ինչ ասում է։ Տիրոջ հոգին զորության հոգի է։ Հին ուխտումալ, ինչ ասում է։ Ոչ ուժով, ոչ ապա մոքոգուս է դերը։ Ազոսերը, այո։ Եվ հետո ասում է ուրեմն իհարկե գաբումը այդ անցումային բառը գաբումը նախորդող համարի հետ։ Այդ բոլոր բաները ասել ես յետքը առաքյալը ասում է մանավանդ այդ 3-ից 7 համարներու մեջ ինչ որ ինքը խոսեցավ Դիմոթեոսի վրայով նրան վերակրում է ասում է օքեյ նայ հիմա ինչ ասեմ քեզ ասում է մեր դիրոջ վկայելը ամոթ մի համար էր այսինքն նայեցեք ինչու համար բնական հոսքով տեքստում հայերենը ասում է ուրեմն մեր դիրոջ վկայելը ամոթ մի համար էր ոչ էլ ինձ որ նրա համար եմ շղթայված հետո այլ գա հագատրություն գա ուրեմն գաբումը նախորդող այդ 3-ից 7 համարների վրայով այդ համարները հետո ուրեմն ամոթ մի համարիրը զգիսպը տրածենք որտե բայը բուն բայը ինենը ամոթ մի համարիր ինչ ամոթ մի համարիր թիվ 1 մեր դերոջ վկայելը եւ թիվ 2 ոչ էլ ինձ այդ երկու բաները ամոթ մի համարիր ոչ էլ ինձ հիմա այստեղ հարցը դեպյալն է եւ որ ասում է մեր դերոջ վկայելը սա ինչի մասին վերակրում է Հիսուսի բարերի վրա վերակրում է չէ թե դիրոջ վկայության վրայով է վկայության վրայով է ես ալ այդպես կարծում եմ հիմա հայերենով այդպես ցեվասում է որ գարձեք թե Հիսուսի բարերը չէ ասի դիրոջ վկայությունը նա որ անում ենք ավետարանի քարոզությունով ոչ էլ ինձ ասում է նայեցեք ինչ ասում է որ 8-րդ համարի այդ երկրորդ մասում որ նրա համար եմ շղթայված հիմա նայեմ այստեղը ուրիշ տեքստի մեջ ինչ ասում մյուս հայերեն տարգմացությունների մեջ 1:8 որ նրա համար եմ շղթայված նայեցեք ինչ կասե նայեցեք շատ կարևոր է ասեք պարներ ջան 2 Դիմոթեոս 1:8-ում ասում է որ նրա համար եմ շղթայված Առադյան թարգմանությունը ասում է որ նրա գավազն եմ արևմտահայերենը ոչ ալզիս անոր գավազս հիմա համարը աստեղ ավելացված է բնակրի մեջ չի գա որովհետև նրա համար է որ այս շեղագի գրված է եթե նշмарում եք հիմա այստեղ ասում է որ նրա համար եմ շղթայված հոս ասում է նրա գավազն եմ հոս ասում է զիս անոր գավազս ինչ կարակ այստեղը նշмарել եղբայրներ ջան հիմա հասկանում եմ բայց տարբերություն կա նայեցեք քոնե առադյան եւ նոր ռադյանը բախտադեցեք եւ գտեսեք տարբերություն կա ինչպես այսինքն այսին ինչ ասել է քո բարերով չէ Ավելի շուտ կապված Քրիստոսի հետ, քան թե բանի Դագավին չի ասակ, մեկը չասես տեր։ բալտի հետ կապված։ Մեկը չասես տեր։ Ուզում եմ լսել ցեզանից։ Ավետանի վկան Ամոթ մի համար Աստծուն վկայել եւ մի մաս։ Եղբայրներ ջան, նայեցեք, լավ ուշադրություն արեք, նայեցեք։ Նրա համար բարերին ուշադրություն դարձրեք։ Այստեղ ասում է, որ նրա համար եմ շղթայված։ Այստեղ ասում է նրա գավազն եմ։ Նրա համար եմ շղթայված, այսինքն իր պատճառով բանտ եմ եկել։ Իսկ այնտեղ ասում է նրան կապված են, նրա հետ է կապը Քրիստոսի հետ։ Մոդիգես ոչ տեր։ Մոդիգես բայց ոչ տեր։ Եղբայրներ ջան, այստեղը ցույց տալիս է, որ նրա համար գավազ եմ, ուրիշները նրան գավազ են։ Այստեղ ցույց տալիս է, որ Քրիստոս նրա
Ինքը բանդն է, որ Քրիստոս իրեն անդեղ դրած է։ Նրա գավազեմ, Հիսուս անդեղ դրած է։ Բնակրում այդպես է։ Բնակրում առադյան թարգմանության համաձայն է եւ այս բարակային արևմտյան հայերեն 81-ի թարգմանության։ Այստեղը մի քիչ տարբեր է։ Նրա համար ավելացված է։ Չկա համարը։ Բնակրի մեջ։ Հիմա այսինքն մի խոսքով ցույց տալիս է, որ Հիսուս նրան անդեղ դրեց իր գերիշխանությունը հայտնաբերում է։ Հայտնաբերում է նրա գամքը, ինքը ընդունում է սա պրակտիկական, կորսական առողջություններն է։ Նրա համար կարևոր է, որ խնդրած ենք, որ դարբեր թարգմանություններ կարդաք։ Հիմա օրինակ չգիտեմ, ուրիշ ինչ լեզուներ կա այստեղ, ռուսերեն կա, ուրիշ ինչ կարող կարակ կարդալ։ Անգլերենն էլ կարակ կարդալ։ Անգլերենը օրինակ, նայեցեք, ասում է therefore do not be ashamed of either the witness about our Lord hosts or me his prisoner. Այդպես ասում է։ Նրա բանդարգյալը, ճիշտ սա է։ Հա, նրա բանդարգյալը, ուրեմն սա ցույց տալիս է, որ այո, մարդիկ նրան օնդրեցին ֆիզիկական առումով, բայց աստվածաբանական առումով, որ մեծ առնչություն ունի իր հասկացողության մեջ, որ ես բանդում եմ իհարկե Քրիստոսի համար, բայց ավելի կարևորը, որ ինք ինձ ընդեղ դրավ։ He put me there. Բայց Հովանես մեկը այդպես չէր կարծում։ Կասկածի տակ դրեց Հիսուս։ Անի ուրիշ բան, հա, բայց լավ է, այդ բախտադումը լավ է, հա, բայց էլի գիտենք, որ ինչպես մեր դերը ասեց, երկնքում ասեց, նրանից մեծը չի գա ասեց։ Եթե դերը ասեց, ով եմ ես, ով եմ դու, որ նրա խոսքին ագարակ կնան, կամ Բոս Արաքյալը, երբ ինք ասում է, որ ես մեղավորների ինչն եմ, գլուխն եմ։ Հիմա երկնքում, որ մենք գնանք, իրեն ասենք, Բոս Արաքյալ դու սխալ ես։ Ես ավելի մեծ մեղավոր եմ քեզանից, չէ՞։ Ամեն մեկը ես նույնը կարող ասել, չէ՞։ Բոս Արաքյալ ինչ պիտի ասեմ, ես դու շիրակ ես պիտի ասել։ Ոչ թե որ ինք ուզում է բնթել նրա փաստարկը, ոչ։ Բասխանը ինչ է։ Ես ազո ներշնչված խոսքի համացան ասում եմ։ Ազո խոսքը իմ գոմս է։ Դու ոնց կարաս ասել, որ դու շիրակ ես։ Հասկանում եք ինչպես։ Այսինքն I have the inspired word of God on my side։ Եվ մի խոսքով, այո, ամեն մեկենից կարող ենք ասել այդ առումով, որ Բոս Արաքյալը եթե ինք այդպես կարծե, նրանից ավելի մեծ մեղավորներ կային, որ դերը փրկած է։ Քրիստոնեական պատմության մեջ, հավատքի պատմության մեջ, նույնիսկ հին ուխտից մինչև նոր ուխտ, մինչև վերջին հավատացյալը։ Սա առումով, մինչև նոր երկինք, նոր երկիր եւ այլն։ Ուրեմն Արաքյալը ասում է, ես նրա կապված եմ։ Այո, նրա համար շղթայված։ Եվ ասում է, ուրեմն, ամոթ մի համարիր, սա ինչ նշանակում է, թե ուրեմն երկչոդություն ուներ, և թե այդ կասկածները կար նրա մոտ։ Բոս Արաքյալը չէ թե պիտի չասե սա, փամը բադած է կամ բաներն իրադարձություններ եղած են, որ Դիմոթեոս այդպես թվում է մեզ։ Չէ Արաքյալը որ մի ադեն այսպես ենթադրական խրատ չի դալի դրան։ Ինչու անհադի հետ խոսում է։ Ինքը չի ասում, որ Դիմոթեոս ջան, արի հիմա ես քեզ բաներ պիտի ասեմ, որ քեզ հետ կապ չունեն, բայց ուզում եմ ասել քեզ ուղագի ուղղորդելով խոսքը, directly talking to you, այդպես չէ։ Ինքը գիտեր, որ դժվարություններ ունենում էր։ Եվ մենք ալ երբեմն կարող ենք ամոթ սեբել դիրոջ վկայություն։ Այո։ Հա, ասեք։ Որ նույն Պողոսյանը աչան ցած բառից։ Ինչու։ Մարկոսի հանդեպ եւ իր սիրելի որդի Տիմոթեոսի։ Ասիկ համայնքի նմանատիպ բանը, որ կարելի է հայրաբար կոտրել, բայց ինքը դուք կտրուկ վարվեց Մարկոսի հետ։ Հետո բայց Բողոս Սարակյալը գիտենք ինչ որ ուզում ենք ասել, ասեմ, եթե զղջած բառ ուզում ենք օգտագործել, ադի դարբեր արծ է։ Կարող ես ասել այնտեղ Բողոս Սարակյալ բավարար շնորհքի այդ կապարը մեջ ամրաբնթված չէր։ Կարող ես ասել, որ դեր ինքը բավարար ասուն չէր։ Մեկ բան գիտենք, որ ինքը հետո անդրադարձավ։ Եվ նույնիսկ Մարգոսի մասին խոսում է 4-րդ գլխի մեջ։ Եվ նրա վրա խոսանք այն ադեն այդ թեման։ Շատ շիրակ։ So, ամոթ մի ամարիր, ոչ էլ ինձ, այլ ազոզորությամբ չարչարագից եղիր ավետարանի համար։ Նայեցեք, ազոզորությամբ չարչարագից եղիր։ Այսինքն նրա հետ, Բողոս Արաքյալի հետ, ինքը որ չարչարվում է ավետարանի համար, բանտ տրված է ավետարանի համար, բերտի մեջ է նրա համար,
ավետարանի համար, որ հիմա այստեղ իհարկե մի քիչ դժվար իմաստ կարանք ասել տերմիններ կան, կարող է ոմանց համար մեզ մեղբայրներ ջան, բայց տեքստում գնայինք միասին։ Նայեցեք, ինչու այսպես ասում է։ Այս բոլորը ասել է հետքը, որ ասում է։ Հիմա ավետարանի մասին խոսել է հետքը, հիմա եթե այսպես անեմ, ավելի հեշտ է, կարող է։ Ավետարանի համար չարչարագից եղիր, որ ասված ինքը ինչ արեց, ասում է փրկեց մեզ եւ գանչեց, նայեցեք, մեզ ես ավելացրած եմ, որպես զուգահեռ խորհուրդ լինի, որ ավելի մեզ համար հեշտ լինի դենալը։ Նայեցեք, որ փրկեց մեզ եւ գանչեց մեզ ինչպես սուրբ կոչումով, գանչեց մեզ, փրկեց մեզ, գանչեց մեզ սուրբ կոչումով, փրկեց մեզ, գանչեց մեզ ոչ ըստ մեր գործերի, այլ հակադրությունը իր գամքի, հայերենով իր գամք ասում է, ինքը հունարենով իր purpose, նպատակով, կամքը նպատակը, հայերենով այսպես թարգմանված է, ասել, չգիտեմ, մյուս թարգմանություններում մեջ ինչ ասում է, գամք ասում է, օրինակոս ասում է, այլ իր հարաճատրության, տեսեք, հարաճատրության, այստեղը նախասահմանության, 81 արևմտահայերենը նախասահմանության, առաջադրության, հունարենով իր նպատակի, ինչ որ նպատակը, ինչ որ հռոմայացիների 8:28-ը, հռոմայացիների 8:28-ում նույն այդ բառը օգտագործում է, կարդամ, հա, որ ասում է, գանչված է նրա գամքով ասում է, այդ նույն բառն է, ինչ որ 1:9-ում, 2 Տիմոթեոս 1:9-ում ասում է, հոս առադյանը նախասահմանվելովը, արևմտահայերենը նախասահմանությունովը, նույն առնչությունները, կաղապարները նույնն են, բայց գանգ-պարը ասում է հայերենը, նոր ռադյանը այսինքն, ավելի նախնդրեն նպատակը, իր նպատակը։ So, ասված կանչած է, ասում է, որ փրկեց մեզ և կանչեց, ոչ ըստ մեր գործերի, մենք գիտենք մեր գործերով չէ, որ փրկված ենք, կանչված ենք, հիմա նայեցեք եղբայրներ ջան, փրկեցը հասկանում ենք, չէ՞։ Փրկեցը հասկանում ենք, ինչից փրկեց, մեղքից փրկեց եւ այն։ Գանչեց մեզ, հիմա այդ գանչեցը մի քիչ կարող է քրտին լինի սա առումով։ Սուրբ գրքում երկու տեսակի գանչ կա փրկվածների առումով։ Այս գիրագի մեր եկեղեցիում խոսում ենք նրա վրայով Երևանում։ Գա դրսի գանչը եւ գա ներքին գանչը։ Դուրսի գանչը ավետարանի կառուցության միջոցով է։ Ներսի գանչը Սուրբ Ոգու աշխատանքն է, որ անձին սիրտը Քրիստոսի մոտիկացնում է։ Եվ սրա մասին է, այո, այդ ներքին գանչը չի կարող լինել առանց դուրսի ավետարանի գանչին։ Չի կարող լինել, որ մեկ այդ ներքին գանչ ունի, որ Սուրբ Ոգու գործն է անձի մեղավորի սրտի վրա, որ իրեն քաշի Աստծո Քրիստոսի, ինչ որ Հովհաննես 6:37, 6:44, 6:65 այդ մարու մասին խոսում է։ Սրա մասին մենք վերակրում ենք արդյունավետ գանչը։ Մյուսը ավետարանի գանչը։ Երկու տեսակ գանչ կա։ Ինչու՞։ Արդյունավետ գանչը արդյունք բերում է։ Ավետարանի գանչը արդյունք չի կարող բերել ամենատեն։ Ինչու՞։ Ավետարանը ամենուն տալիս ենք։ Բայց ասել չէ որ ամեն ադեն ամեն անց ապաշխարում է։ Մյուսը արդյունավետ գանչը, ասված գանչումը, անձը հավատում է, փրկություն լինում է, սրա մասին առաքյալը խոսում է, ոչ ըստ մեր գործերի, այլ իր նպատակի, գամքի ու շնորհի։ Հիմա այստեղ ինչ ասում է, որ Քրիստոս Հիսուսով մեզ դրվեց։ Իհարկե, հիմա ես կարայի ասպես անել եղբայրներ ջան, եթե բաժնեի, որ մեզ դրվեց, դա կարայի դեղատրել օրինակ Հիսուս Քրիստոսով, չէ՞։ Այդպես ալ հնարավոր է անելը։ Բայց այդպես չարեցի, ավելի բանցկեցի միասին, որ Քրիստոս Հիսուսով մեզ դրվեց, երբ հավիտենական ժամանակներից առաջ։ Հիմա եւ որ այսպես արդարություն անում է, հիմա հարց, եւ որ հավիտենական բառը օգտագործենք, հավիտենական ինչ նշանակում է։ Աստուծո առնչությամբ։ Եվ որ ասում է մեզ դրվեց ումի միջոցով, Հիսուսի միջով, Քրիստոսի։ Եվ մեզ դրվեց ասում է այս շնորհը հավիտենական ժամանակներից առաջ։
Այսինքն հավիտենական ժամանակներից առաջ նշանակումը, որ հավիտենականությունից, որովհետև անգլիազերեն համար սա ասելու ցև է, եւ աշխարհի ստեղծվելուց առաջ նույն կապարն է, նույն տերմինն է, նույն իմաստն է, ինչ որ առաքյալոս ասում է։ Հիմա հավիտենական ժամանակներից առաջ նույն բանն է ասելը, որ հավիտենականությունից, հավերժությունից, բայց առաքյալը ըստ բնութագրին այս բառերը օգտագործում է։ Եվ որ մտորեցի վրան հավիտենական ժամանակներից առաջ, ինչու հավիտենականությունից առաջ ուրիշ ժամանակ կար, ոչ։ Մի խոսքով հավիտենականությունից։ Սա է։ Աստված որքան հավիտենական է, իր շնորհը, իր ընտրյալների հանդեպ հավիտենական է, իր զավակների հանդեպ հավիտենական է, իր հավատացողներին հանդեպ հավիտենական է։ Մենք իհարկե, այս մեզ համար մեծ խորհուրդ է, որ մեկը հարց տա, որ ովեք դու ուզում ես ասել, որ Աստված հավիտենականությունից արդեն իսկ իր փրկության ծրագրում ինձ այս շնորհը տվել է արդեն, այո։ Նայեցեք, ասում է, որ Հիսուս Քրիստոսով, նայեցեք, ինչ ասում է, մեզ ինչ եղավ։ Տրվեց։ Մեզ տրվեց։ Հիմա երբ ասում է, որ մեզ տրվեց, այդ 9-րդ համարի մեջ դիդոմի բայ օգտագործում է, ներողություն, մի հատ գնամ այնտեղը, ասեմ, ուրեմն մեզ տրվեց ասում է, սրա եղանակը անցյալ եղանակ է եւ անցյալ եղանակը հունարենում մի քանի դարբերակ ունի, բայց այս մեկը, որ աորիստ ասում ենք, այսինքն բամը որ բադահեց մի վարգյամը, մի ադենմը, անցյալ գադարյալ չէ, մի ադենմը, անցյալ գադարյալը ուրիշ եղանակ է, հունարենով, չեմ հիշում, ով արծրեց, Aorist tense է, այս aorist եղանակ է, որ մի կետում տեղը բադահեց առանց նկատի ունենալու եթե շարունակական բնույթ ուներ, շարունակական անգադար բնույթ ուներ, շարունակական գադարյալ բնույթ ուներ, բադահեց, եղավ, կարևորը նա է, ըստ առաքյալի, այսինքն մի խոսքով, բանը որ անցյալում գադարվեց եւ չէ, aorist հայերենով չունենք, այո, այսինքն մի կետում մի բոյնթում, մի գետում բադայեց վերջացավ, հիմա ինչու ասի ուզում եմ ասել, որ սա բամն է, որ Աստուծո հավիտենական ծրագրում իր նպատակում գադարվեց, մեզ ինք դվեց ասումը, անցյալ եղանակ դվեց, դվեց, այսինքն իր ծրագրի մեջ սա գադարվեց, մեծ խորհուրդ է սա, Եվ սա եղավ հավիտենական ժամանակներից առաջ, որքան որ Աստված հավիտենական է, փրկության ծրագիրը հավիտենական է։ Գար ինքը իր մտքում գադարված է, եւ ոչ թե միայն գադարված է, ինքը այդ շնորհը տված է ասելով, որ աս եղբայրներին այդ շնորհը ես տված եմ։ Միշտ եղբայրները սա դժվար է հասկանալը մեզ համար։ Որ, այսինքն, ինչու համար, որովհետեւ Աստուծո հավիտենականության մասին եւ որ խոսում ենք, Աստված եթե հավիտենական է, գիրագի օրը մի քիչ խոսում ենք մեր եկեղեցին, սրա վրայով գաբ ունի, ոչ թե ասպես գաբ ունի, Աստված միևնույն ամենակետ է։ Եվ ինչ որ Աստված գիտի, որտեղ ինք սահմանած է, որոշած է, ասելով գիտի։ Ոչ թե Աստված հերուն նայում է, որ այս բանը կպատահի, հետո ես կգիտնամ։ Եթե այդպես լիներ, Աստված ամենակետ չի լինում։ Եվ հավիտենական չի կարող լինել։ Եվ Աստված ինչ որ գիտի, հավիտենականությունից գիտի։ Այնտեղից։ Աստված որքան Աստված եղած է, Քավլիսյանակ մտածելը նույնիսկ, ուրեմն ես ու դու իր արդեն մտքում այդ շնորհքի գաբակցությամբ հոն էինք։ Այդ հարաբերությունը ունի։ Հարաբերություն կա, փրկչարար հարաբերություն կա։ Գիտնալ բարձրապես չի նշանակում, որ փամոր ինֆորմացիա ավակումը, հիմա այո, Սուրբ Գրքում 5 դագարանում անալ որոշ տեղեր ունենք, որ Աստված ասենք թե զղջաց կամ այսպես կամ այնպես, սա չի նշանակում, որ մեր մարդկային առումով այդտեղ այնպիսի ցևով արտահայտված է, որ Աստված իր զգացմունքները արտահայտում է այդ ռոբեի համար, բայց իր հավիտենական որոշման մեջ, օրինակ, դասական օրինակը
32-րդ գլուխ Ելիցի մեջ Իսրայելը մեղ կորձեց դերը Մովսեսին ասեց մեկ կողմ արի իրենց կսպանեմ քեզ նոր սերունդ կանեմ Մովսես խնդրեց աղաչեց միջամտեց դերը ասեց ներեցի քո աղոթքի համաձայն հիմա հարցը երևյալն է միթե Աստված իրական միտքը փոխեց ոչ ինչու ոչ Մովսես Ղևի սերունդից է Ղևին մի զավակ է 12 ցեղերից Հակոբի որ Աբրահամի թորն էր Աստված ումի խոստված էր որ քո սերունդի միջոցով բոլոր ասկերը գործնվեն Մեսիայի վերակրումով Աբրահամի սերունդի ներառյալ Հակոբի 12 որդիներ ումի մեջ Հուդան գա Հուդայի միջոցով Դավիթը Դավիթի միջոցով Մեսիան եթե Աստված իր խոսքը փոխեր գներեք Աստված լալե տատարած կլիներ Աստված փորձեց Մովսեսի այնտեղ Աստված այդ իրադարձության արչև ինքզինք մարդկային ցևով վարվում է Մովսեսի հետ արի Մովսես նայ հիմա ինչ կասես Ինչ կասես ինչ կմտածես ուզում ես որ դու թակավորես դու իշխանը լինես ժողովրդի վրա Մովսես ասեց ով Տեր ասեց դու քո ժողովուրդը մեծ բազուկով դուրս բերեցիր հիմա մարդիկ ինչ կասեն դու ասին որ մեծար 40 տարի եւ այլ դերը Մովսեսի այո տեքստում չի ասում որ դերը Մովսեսին փորձում է բայց այդպես անում է եւ դերը ասեց նայեցեք Աստծո գամքը չի փոխվում Աստծո հավիտենական գամքը չի փոխվում բայց երբ մենք մարդկային օրեն նայում ենք իրադարձությունների որոշ բաներ տեսնում ենք որ գարձես թե փոփոխում է չէ հիմա Նինվեի բարակային Աստված ինչ ասաց էր 40 օր եւ Նինվեն գործանվի բայց ինքը ուղարկեց իր մարգարեն ինչու որտեւ Աստծո խոսքի մեջ դերը միշտ ասած է եթե աբաշխարություն զղջում գա դերը կներե սա Տիրոջ խոսքի համաձայն է դերը չի փոխած է նույնը հա եղբայր դու հարց ուներ կարծում եմ Ես բանի հիշեցի քաղաքները որ կործանեց ինչերը հա անօթում է եթե այսքան հավատացյալ լինի իվանից Աստծո հետ բաներ անում իսկ նա եթե 10 հոգի հավատացյալ լինեին կբայմ ասեց որովհետեւ ինքը ասած է որ եթե խոստովանին կողորմի բայց չկար իր խոսքի համաձայն է նայել իր խոսքի համաձայն է փոփոխություն չկա Աստծո մոտ ինչու որ այսօր էլ դերը ասած է հավատացյալը երկին գնում է ոչ հավատացյալը դժոխք գնում է բայց եթե մեկը չի հավատա մի դժոխք կնա դերը չի փոխեց ասելով որ նա որ հավատա երկին գնում է չէ բայց մյուս կողմից դերը ասած է որ եթե չի հավատա մյուս կողմը պիտի գնա այդ բանով Մովսես այդ պատմության մեջ Մովսեսը դեռ չհասկացավ այդ Աստծո բանը երկխոսությունը ինչի վրա է տեքստը չի ասում որ հիշում եմ տեքստը չի ասում չէ այսինքն չի ասում որ հասկացած դեր գերե Մովսեսը Չգիտեմ, չի գրած, Աստված չի ներշնչած սա, բայց մի բան հստակ է, որ Աստված իր հավիտենական ծրագիրները Աբրահամի միջոցով, որ օրհնե բոլոր ազգերը նրա սերունդի միջոցով, Մեսիայի միջոցով իհարկե։ Աստված ինք երբ օրինակ նույնիսկ երբ ինքը զնուտոց 6-ում ինչ ասեց Աստված սուկիկ ասում է զղջաց որ մարդկությունը ստեղծեց զղջաց չի նշանակում որ ես սխալ արեցի այսինքն այդ ռոբեին ինքը վատ զգում է դեսնելով մարդկության ինչպես խորը ցավ ապրեց սա է եւ նորմալ է սա ինչու Աստված չի ասում որ նայեցեք իմ հավիտենական ծրագրի համար գիտեի որ ասի պիտի լինի ուրեմն ես ուրախ կլինեմ որ հավիտենական ծրագրից մեջ էսա ինքը չի ասում որ հավիտենական ծրագրից մեջ իմ որդիս պիտի ճարճարվի ջզմվի ուրեմն Աստված ուրախ է սա առումով Սուրբիկը չի ասում, բայց մենք ավատում ենք, որ մեր դերը, եթե ինքը որքան վիշտե անցավ իր այդ խաչելության քանի ժամեր առաջ, հասկանում ենք, որ Սուրբ երրորդության մեջ ադի ցավ է։ Okay, նույնիսկ հետո հայրը չասենք, որդին չասենք, որդին ինք այդ ցավի մեջ էր, բայց որդին գարար ասեմ, ինչու է դի ցավիմ։ Ես գիտեմ, վերջ արդյունքը լավ է։ Եսայի 53 Որդու միջով շատեր պիտի ապրեցնե, չէ՞, այդպես ասում է Եսայի 53-ում, բայց այդպես չի ասում, ինչու որ այդ վարգյանում դերը ինք իր ասենք դրսևորումը ինչ զգում է մեր մարդկային հասկացողության համաձայն շատ անգամ Սուրբիկը այդպես ներկայացնում է Աստծո։
Բայց իր հավիտենական ծրագրի համաձայն բամը փոխված չէ։ Ինչու բամը փոխված չէ։ Նույնիսկ հիմա, ասի ուրիշ թեմա է իհարկե, Ադամ եւ Եվան մեղ կորձելը, բանելը, այս բոլորը ամենը արդեն Աստված ոչ թե միայն գիտեր պիտի բադահի, արդեն իսկ ինքը սահմանած էր մարդու մեղքի միջոցով։ Աստված մեղ կորձեցնել չի տալի։ Աստված մեղ չի կարող կորձել։ Եթե մեղ կորձե, ինքը մեղավոր կլինի եւ Աստված լիները կբաքսի, կավլիցի։ Մենք չենք հասկանում այդ խորհուրդը ինչպես է, ինչպես այստեղ մեզ դրվեց հավիտենական ժամանակներից արած այդ շնորհը, բայց իհարկե ժամանակի լրացումով 10-րդ համար եւ հիմա հայտնվեց ժամանակի լրացումով հիմա հայտնվեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ։ Աստված ինքը այդպես կամեցավ։ Այդպես կամեցավ։ Ես հիմա չեմ կարող ասել, որ ով դեր, ինչու համար Ադամ եւ Այց Հիսուսը չուարգեցիր։ Մի անգամից։ Մի 100 տարի քոնե հետո, կամ 1000 տարի քոնե հետո, Ադամը մահացավ, վերջացավ, ցերքից ազատեցանք, կոնե ուղարկեր Քրիստոսի։ Չէ, Աստված իր գամքը գիտե, իր ժամանակը գիտե, իր ծրագիրը գիտե։ Եվ հիմա գսե հայտնվեց, ասում հայտնվեց մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի հայտնությամբ, եւ նա իհարկե Ադնան Հիսուսի վերակրումա մահ գործանեց եւ ուրիշ ինչ արեց։ Գյանքն ու անմահությունը լուսավորեց։ Ինչու որովհետև առանց նրան ես եմ աշխարհի լույսը։ Հովհաննես 8:12։ Առանց նրան գյանք եւ անմահություն չի կարող լուսավորվել։ Մարդիկ այսօր ավետարանը կկարոզես այստեղ։ Մարդիկ այսօր ուզում են գյանք եւ անմահություն։ Առանց Քրիստոսի լուսավորելուն գյանքը եւ անմահությունը գյանք անմահություն չի գա մարդկանց։ Ավետարանը այստեղից պիտի կարոզենք։ Առանց Քրիստոսի, որովհետև ասում են նա մահ գործանեց։ Հիմա այստեղ պիտի բացատրենք։ Իհարկե գործանեց բառը նույնիսկ բնակրում դարբեր իմաստներ ունի համատեքստի համացան։ Հիշում եք եղբայրներ ջան, կարող ենք ասել ամենակարևոր Սուրբ Գրքի մեկնաբանության օրենքներից մեկը նա է, որ քրական համատեքստը պետք է նկատի առնվի։ Պատմական համատեքստն իհարկե մշակութային աշխարհական, մանավանդ քրական համատեքստը։ Նրա համար ասում ենք մենք ավադում ենք պատմակրականական մեկնաբանության, պատմակրական հերմենևտիկայի։ Ինչու որտե պատմակրականական քրականությունը նկատի ունենք Սուրբ Գրքի համատեքստը մի ցանկացած հատվածիմը եւ բամությունը ասելով նրա մեջ ոչ թե միայն պատմական մշակութային աշխարհակրական այնտեղ են։ Գործանեց բառը իհարկե համատեքստի համար գործանեց ուրիշ տեղ կարող է նշանակել ոչնչացրեց, բայց ասպարակային գործանեց չի նշանակում, որ լրիվ մահ ոչնչացրեց, հաբա մահի ուժը խափանեց, սա առումով։ Ուրեմն պետք է որ բացատրենք, հիմա կարող ենք այս պարակայում այս դեպքում օրինակ գործանեց բարի վրա 1-2 ուրիշ հատվածներով գնանք, որ ցուցաբերենք, որ թե այո, համատեքստի համացան եթե լինի, գործանեց կարող է ոչնչացրեց լրիվ, ուրիշ տեղը ինչպես այստեղ մահ գործանեց, այսին հաղթեց մահի վրա։ Ինչպես խաչով ասում է Գողոսացիների երկուսում, որ ինչ արեց, դադաբարդեց, հաղթեց, այդ հաղթանակը հռչակեց, սատանային նույն կապարն է, խայդարագեց, գործանեց, այսինքն մահը այլևս հավատացյալի վրա իշխանություն ունի, ուժը գործրեց, սա է իմաստը։ Նրա համար եղբայրներ ջան շատ կարևոր է, որ մեր բարերի հետազոտյան, եւ վաղը մի քիչ կնայենք այդ Bible Zoom-ի համագարկ այդ հավելվածը ավելի ճիշտ է, որ վստահ եմ դուք ոմանք գիտեք արդեն նրա, Դավիթ եղբայրը արդեն իր մոտ ուներ հերախոսի վրա դեսա, ինչու որովհետև այդ բանալի բարերի հետազոտության համաձայն գարանք մեր եզրակացություններին գալ ոչ ըստ միայն հայերեն Սուրբ Գրքին, հապա բնօրինակին, բնօրինակ լեզվի եւ որ գնանք այնտեղ նշած է ուր օգտագործված է այդ ասենք թե տերմինը եւ հետո գնայինք ամեն մի համատեքստի մեջ ոնց օգտագործված է որ կարողանանք մենք կողմնորոշվել մեր ներկա քարոզի նկատմամբ այս համատեքստում ինչ ուզում եմ ասել այս բայը գործանեց զորոնակ Գյանքն ու անմահություն լուսավորեց ինչի միջոցով ավետարանի միջոցով Գյանք եւ անմահությունը ավետարանով լուսավորված է որին ես կարգվեցի եւ որին ասում է ինչի վերակրումա ավետարանին նրա համար է որ այստեղ դեղատրած եմ
որին ես գարկվեցի եւ գարկվեցի որ ասում է ով գարկեց նրան Քրիստոս իհարկե քարոզիչ եւ արաքյալ եւ էտանոսների ուսուցիչ տեսեք երեք այստեղը դարեր կան քարոզիչ արաքյալ եւ էտանոսների ուսուցիչ մասա չի նշանակում որ ինք երբեք այսինքն թարաբես չկարոզեց հрьяաներին մենք գիտենք որ շատ անգամ հрьяաները մերժեցին բայց ինքը ասեց այո 13 գլխի վերջը էտանոսներին գնում են ինքը նրա համար էտանոսների արաքյալը սևում է որ իր գլխավոր կորձը արաքելությունը նա էր թե կարոզիչ թե արաքյալ եւ թե էտանոսների ուսուցիչ հիմա ինչ է տարբերությունը եղբայրներ ջան կարոզիչի եւ ուսուցիչի գամսենք թե կարոզմը եւ սուրբ կրային ուսումնասիրությունը ցեզ հարց հիմա այո այստեղը հա այստեղը այո առաջնագար կորեն բայց ավելի ընդհանրական առումով եւ որ ասենք կարոզիչը եւ ուսուցիչը տարբերությունը ինչ է Բողոս Արաքյալը մոռանանք հիմա ինչ է տարբերությունը կարոզիչի եւ ուսուցիչի Հոսմինայերոս Հոսմինայերոս հոգևոր քրիստոնյաներին քարոզիչա Դրանք բայց ընդհանրական հարց է այս հատվածից դուրս ինչ է տարբերությունը քարոզիչի եւ ուսուցիչի Հիմա ասում է Հիսուսը քարոզեց ընդհանուր հարց հովիվների համար երկու դրանք առանձին Հիսուսի մասին չեմ խոսում Բողոսի մասին չեմ խոսում ծառայության ծառայության մասին մասին հա այսինքն դա առանձին ծառայություն է քարոզությունը Հա բայց հիմա ուզում ենք ասել որ կարոզչության մեջ ուսուցում չկա Ո՞ս է տարբերությունը Քարոզը կարող է լինի եւ անդամակների համար Հասկացա բայց բարձրապես եղբայրներ ջան ուզում եմ սա ասել որ քարոզի մեջ գա ուսուցում ուսուցման մեջ բայց քարոզ չի է ուսուցումը դարբեր է Հիմա հովիվը քարոզիչ կարա լինել բայց քարոզիչը հովիվ չէ անպայման դա ուրիշ օրինակ դա էլ ուրիշ օրինակ քարոզիչը անպայման հովիվ չէ բայց հովիվը պետք է քարոզիչ լինի չեն հովիվ չէ ըստ 1 Դիմոթեոս 3 առաջին քանի ամառներուն սրա մասին է բայց այո ինչպես եղբայրը ասեց այստեղը ագարաշնագար կորեն համատեքստում եւ քարոզիչ ասում է ավետարանի վրա խոսում է ինքը կոնկրետ ծևով հadoop ծևով այդ բաժարով էլ ուրեմն նայեմ ուր ասանք 12-ն ալանենք եղբայրներ ջան եւ ամփոփչացնենք այսօրվա համար հետո վա Գամա գիտեք ինչ արի այստեղ գանգնենք 12-ն վաղը շարունակենք եթե հարցեր կա մի քանի րոպե հարցերու համար առնենք հարցեր կան այո ուսուցումը քարոզիչություն չվատաբը եւ այս չհասկացա հա հիմա նե ինչպես որ հովիվը Չէ դա հասկացա եւ հասկացա բայց ուսուցումը քարոզել է չվատա քարոզի մեջ ուսուցում կա բայց ուսուցման մեջ անպայման քարոզ ինչպես որ քարոզելը եւ դասախոսություն անելը քարոզել չէ քարոզելու մեջ բայց դասախոսություն կա այդ առումով որ ուսուցում կա Հիմա ուսուցանում ենք քարոզ չեն անում հա Հիմա ես չեմ քարոզում քարոզ չէ սա քարոզը ուրիշ դարեր ունի մեջը Այստեղ կոնկրետ տեքստի մեջ ոսոր քարոզի ու ուսուցանել ուզում Հա։ այս կոնտեքստի մեջ ուսուցանելն ու քարոզելը Հա, համատեքստի մեջ- համար այլ Հա։ կոնտեքստի տարբերությունը որն է քարոզիչը ավետարանի քարոզդվողն է նախնական առումով ինչու որովհետև այստեղը ավետարանի միջով որին ես կարգվեցի քարոզիչ նախնական առնչությունը ավետարանի վրայով է բայց դա չի նշանակում որ ինքը միայն ավետարանը քարոզում էր իհարկե ինչ որ սուրբ գրքի հետ կապ ունի քարոզում էր հասկանում ենք սա եւ արաքյալ արդեն արաքելության մասին ինքը խոսեցավ սկիզբը որ ուղարկված է ինքը Քրիստոսից եւ իհարկե ուսուցիչ ասպարակային ինքը այդ ածագանը դալիս է էթանոսների ուսուցիչ Դա չի նշանակում որ երբեք քրիաներին ինքը չասեց որ չէ դու քրիակ ես պիտի չխոսամ երբեք ցերեդը Այսինքն ուսուցումը ամեն բան բացի բարի լուրը էլի բացի ավետարանը ուրիշ բան սովորացնել
Կարաս ասել, հեթանոսներ ուսուցիչ կարաս ասել, եկեղեցիներու իբր ուսուցիչ այդպեսով կարաս ասել։ Հիմա չենք կարող ավելի այսինքն ոնց որ փիքի լինել, խայր է մի քիչ, ինչու որովհետև իբր կարոզիչ ավետարանը կարող է կարոզել շատ ուրիշ բաներ, ինչպես ուսուցիչ ավետարանը կարող է ուսուցանել։ Քան թե կարոզի է։ Ինչու որովհետև հիմա զորենք եթե մենք ոչ հավատացյալներ ունենայինք այստեղը, պիտի միասին ավետարանեինք, ուսուցանեինք նրանց։ Բայց չէ որ կարոզում ենք նրանց ադարումով։ Հա, չէ, կարոզ չկա այստեղ։ Քարոզը դեպի անհավատ։ Այս հատվածում առաջնագարկ մեկնաբանությունը այո, ավետարանի առումով է, բայց ոչ ընդհանրական առումով ոչ, Վարամ եղբայրջան։ Այո, նրա մասին խոսում ենք, հոգևորներին։ Նրա համար ասեցինք, որ կոնկրետ առումով, հատվածի առումով, համատեքստի առումով ավետարանի քարոզության վերակրումը, բայց ընդհանրական առումով ամեն ինչի, բոլորի, հավատացյալների համար էլ, այդ առումով, հա։ Ով չի հասկացել Տիգրան եղբայրը լավ հասկացել, ասեք դու բացատրեք։ Հասկացա։ Հովիկ եղբայրը Կիրակի օրը քարոզում էր, բայց հիմա ստեմես ուսուցան։ Հա, եղավ։ Հա։ Կիրակի օրը նաև եւ քարոզում է, քարոզի մեջ նաև Ուսուցում կար։ Հա, բայց ասել չէ, որ ուսուցման մեջը քարոզ կա։ Այո, հիմա ստե քարոզ չկա։ Չէ, քարոզը որովհետև որոշ բաներ ունի, դարեր ունի, որ հիմա չեն անում եւ անցյալ անգամ բավական խոսանք սրանց վրա։ Հա, Եղբայրության եկեղեցին միշտ առաջ ուրիշ։ Այո, ներածական կա, հանդիմություն կա, եզակացություն կա, հորդորներ կան, պատկերազարդումներ կան, որ հիմա մենք անպայման չենք անում այս բաները։ Այո։ Ուրիշ հարց, եթե կա եղբայրներ ջան։ եղբայրության եկեղեցին միշտ գալիս ասես փորձում աճում ընկալման ասում մտերտականների Հիմա նրա adını չի Արթուր եղբայրս։ Հիմա մենք ուրիշ բան ուսումնասիրում ենք, սա։ Հետո գարանք խոսալ։ Շատ լավ։ Հարց կա այստեղ եղբայրներ ջան։ Մենք կարող նոր ուսուցումներ ունենալ։ Ինչպես։ Նոր ուսուցումներ, այսինքն սրանից հետո շարունակական ուսուցումներ։ Չի հասկացա նոր ուսուցում։ Այս մեր 7-րդ Օ, կոնֆերանսից հետ ուրիշ։ Սամ եղբայրը այստեղ է, սամ եղբորը խոսանք, Վարդակ ադի հետո։ Ասում է սրանից հետ կգարանք ուրիշ ուսուցումներ ունի, ասի հետո կխոսանք ասեցի։ So, okay եղբայրներ ջան, էլի ուրիշ հարց եթե կա։ Ուրիշ ուրեմն ավարտես կրակը չնի շոկեցին մեռակես։ Բայց լավ է որ, հա, Հակոբ ջան, այո։ Հա։ Հոգեոր եղբայր կամ հայր։ Մեծ եղբայր կամ հայր։ Հա։ Հա։ Հիմա ասում ես որ Դիմոթեոսը իրեն հոգևոր հայր կանչում էր։ Չէ, անակ ման չի գա սուրբ գրքում։ Հակոբ ջան, հիմա դու շատ խորը գնում ես, ու մենք աճապ խորը չենք գնում։ Բայց իր հարցը որ ասում է թե ասում ով աստեղ։ ինքը այդպես հարցրեց։ Շատ լավ եղբայրներ ջան, աղոթենք։ Սիրելի հայր, շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք այս օրվա համար, այս հաղորդակցության համար։ Սիրելի հայր, քո խոսքի համար շնորհակալ ենք, ով Տեր, ուրախ եմ ես անսաբես եղբայրներուս խանդավառվածությունը, նրանց սերը քեզ անտեպ, խոսքի անտեպ, միմյանց